Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերների հարցից, ԱՄՆ նախագահը կարող է ամրապնդել TRIP նախագիծը Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին, այս մասին գրված է Washington Times-ի հոդվածում։ TRIP նախագիծը զգալի առավելություններ է առաջարկում Հայաստանին այն դեպից, ով ելք չունեցող երկրի համար կարող է տնտեսական ակտիվ ստեղծել ներդրումներ գրավելու եւ տրանսպորտային ծախսերը նվազեցնելու հաշվին։ Սա կօգնի նաեւ պահպանել խաղաղությունը Հայաստանի հարևաններին գործնական հետաքրքրվածություն տալով այն երթուղիներով, որոնք մնում են Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Սակայն, ինչպես նկատում է պարբերականը, Թրամփի Կովկասյան համաձայնագրի ամենահրատապ փորձություններից մեկն այն է, թե արդյոք այն կկարողանա ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների վերադարձը։ Ոչ մի համաձայնագիր հայերի համար ավարտուն չի համարվի, քանի դեռ նրանց ընտանիքները սպասում են գերիների վերադարձին, գրում է Washington Times-ը։ Նյու Յորքի դաշնային դատարանը անօրինական է ճանաչել ԱՄՆ պետդեպարտամենտի այն քաղաքականությունը, որով կասեցվել էր ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի եւ 74 այլ երկրների քաղաքացիներին։ Դատավոր Անալիսա Տորեսը որոշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի սահմանած արգելքը գերազանցել է նրա լիազորությունները եւ խախտել ԱՄՆ ներգաղթային օրենսդրությունը։ Դատարանը չեղյալ է հայտարարել ինչպես բուն քաղաքականությունը, այնպես էլ բացառապես դրա հիման վրա վիզաների մերժումները։ Միաժամանակ որոշումը չի նշանակում, որ վիզաներ կտրամադրվեն ինքնաբերաբար։ Դիմումները պետք է հյուպատոսական պաշտոնյաների կողմից վերանայվեն անհատական հիմունքներով օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան։ Պետդեպարտամենտը հունվարի 21-ից կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիներին։ Հայաստանի հետ մեկտեղ ցուցակում ընդգրկված էին Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան եւ այլ երկրներ։ Այս քայլը բացատրվել է այն ռիսկով, որ դիմորդները կարող են ֆինանսական բեռ դառնալ պետության համար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին Հայաստանում առաքելությունը ավարտող պաշտպանության հարցերով կցորդ բրիգադի գեներալին եւ պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին։ Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալին պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Հունաստանի միջև գործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Նախարարն ընդգծել է ձեռքբերումները բրիգադի գեներալին մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։ Հանդիպան ավարտին նախարարը բրիգադի գեներալ Արսենյուին պարգևատրել է ռազմական գործակցության համար մեդալով։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանին։ Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջև առկա ամուր բարեկամական հարաբերությունները, նաեւ դրանց հետագա խորացման հեռանկարները։ Ընդգծվել է երկու երկրների հետախուզական եւ ուժային կառույցների միջև կառուցողական երկխոսության եւ սերտ գործակցության նշանակությունը միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործընթացում։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված արտակարգ դեպքերի թիվը նվազել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 7785, այս տարի 6421։ Արտակարգ պատահարների հետևանքով զոհվել է 146 մարդ, տուժել 4537-ը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպանը տեղեկացրել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։ Նրա տեղեկացմամբ գրանցված դեպքերի զգալի մասը, մոտ 74%-ը եղել են տեխնացին արտակարգ դեպքեր, 9% տարերային, իսկ ավելի քան 17%-ը սոցիալ կենսաբանական դեպքեր։ Արամ Ղազարյանը նաև նշել է, որ իրավիճակի վերահսկողության եւ ռիսկերի կառավարման նպատակով փրկարար ծառայությունը տարբեր գերատեսչությունների հետ համատեղ իրականացրել է կանխարգելիչ միջոցառումների համալիր ծրագիր, այդ թվում հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների, գարնանային վարարումների եւ սելավների հետևանքների վերացման ուղղությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում առավելագույն ցուցանիշ 634 հրդեհ գրանցվել է հունիս ամսին, իսկ նվազագույնը 276 հրդեհ հունվարին։ Հրդեհների 785 դեպք գրանցվել է մայրաքաղաքում, մարզերում գրանցվել է 1646 հրդեհի դեպք։ Հանրապետության մարզերում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հրդեհների վիճակագրությունում արձանագրվել է նվազումներ, բացառություն են կազմել միայն Արմավիրի եւ Շիրակի մարզերը, ուր ցուցանիշները աճել են համապատասխանաբար 18-ով եւ 13-ով։ Առաջին կիսամյակում գրանցվել է 569 տարերային բնույթի արտակարգ դեպք պատահար, 2025 թվականին 409։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ տարերային արտակարգ դեպքերի թիվը աճել է 160-ով կամ 39.1%-ով։ Վերջինս պայմանավորվել է հեղեղման, քարաթափման, սողանքի, ձնաբքի, մերկասառույցի, առատձյան, կայծակի եւ տեղատարապ անձրևի ենթադասերում գրանցված աճով։ Գրանցվել է հեղեղման եւ գետերի վարարման 19 դեպք 2025 թվականին 2։
16 դեպքում հեղեղման պատճառ է հանդիսացել գետերի վարարումը, 2-ում ձնհալը, 1-ում հորդառատ անձրևը։ Գետերի վարարման 3-ական դեպք է գրանցվել Լոռու, Արարատի, 2-ական Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի եւ 1-ական Տավուշի եւ Կոտայքի մարզերում։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է քարաթափման 102 դեպք, 2025 թվականին 38։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում իրականացվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ 2025 թվականից մշակվել եւ գործողության մեջ է դրվել համապատասխան հայեցակարգը, որի շրջանակում էլ իրականացվում են կազմակերպական, կազմակերպաիրավական եւ կառուցվածքային փոփոխություններ։ Արդյունքում փրկարար ծառայության կենտրոնական ապարատի նախկին 7 վարչության փոխարեն այժմ գործում է 3-ը։ Ասուլիսի ժամանակ իր հերթին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը, հավելելով, որ ապարատի օպտիմալացումը չի եղել ինքնանպատակ, այլ համանման գործառույթները տեղավորվել են մեկ կառավարման շրջանակում, ինչը առավելագույնս բարձրացրել է աշխատանքի արդյունավետությունը։ Մկրտչյանի խոսքով այս տրամաբանությամբ են առաջնորդվել նաև փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների ուղղությամբ կենտրոնանալով հատկապես կամավորական փրկարարական հենակետերի ձևավորման եւ դրանց թվի ավելացման վրա։ Նախարարության պաշտոնյան այս համատեքստում առանձնատու կարևորել է նաև միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը եւ ՆԳՆ-թեժ գիծ ծառայության որակի շարունակական բարելավումը։ Նշեմ, որ մենք այս իմաստով ներդրել ենք զանգերի միասնական կառավարման նոր համակարգ, մենք մեր որպես աշխատանքի որակի չափանիշ սահմանել ենք ներնամիջազգային ստանդարտը, ինչ է սա նշանակում, նախ եւ առաջ նշանակում է, որ զանգերը պետք է սպասարկվեն մինչև 15 վայրկյան ժամանակահատվածում եւ պետք է փաստեմ, որ այս պահի դրությամբ մենք մեր արած գնահատականների արդյունքում պարզել ենք, որ մեր զանգերի 67.6%-ը իրականացվում է հենց այս չափանիշի տրամաբանությամբ եւ ժամանակահատվածում։ Իհարկե մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլոր զանգերի պատասխանների ուրեմն ժամանակային հատվածը դարձնենք այս չափանիշին համապատասխան։ Խոսքը 1-1-2-ի մասին է, այո, նաև այս ուղղությամբ կուզենայի նշել, որ մեր համար շատ կարևոր է թեժգիծ ծառայության զարգացումը, քանի որ մեր վերլուծությունները եւ դիտարկումները հանգեցնում են այն գնահատման, որ զանգերի մեծ մասը կամ 80%-ը դրանք խորհրդատվական բնույթ են կրում եւ թեժգիծ ծառայության զարգացումը ինքնին բացի կարևոր լինելուց, որպես խորհրդատվության տրամադրման, այսպես ասած, ծառայություն, շատ կարևոր է այն իմաստով, որ այն վտանգավոր զանգերի, այսինքն 112 հեռախոսահամարին զանգերը կբեռնաթափի, վերցնելով իր վրա այդ խորհրդատվական զանգերը, եւ բնականաբար առավել վտանգավոր եւ հրատապ արձագանք պահանջող զանգերը շատ ավելի արագ եւ արդյունավետ կսկսեն սպասարկվել։ Ռուսական օդուժը 3 անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի առևտրի կենտրոնին, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, կան 100-ից ավելի վիրավորներ, այդ թվում երեխաներ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կրիվոյ Ռոգը Ուկրաինայի նախագահի հայրենի քաղաքն է։ Զելենսկին հարձակումը որակել է ցինիկ եւ նողկալի։ Ռուսները շատ դաժան են, նրանք պարզապես հրեշներ են։ Մենք անպայման կպատասխանենք, հայտարարել է Զելենսկին։ Նա հայտնել է, որ հարձակման 2 ալիք է եղել, երկրորդը թիրախավորվել է տուժածների շտապ օգնության ցուցաբերողներին։ Ականատեսների վկայությամբ հարվածի հետևանքով առևտրի կենտրոնի ծածկը փլուզվել է ավտոկանատեղի վրա, որտեղ օդային տագնապից հետո ապաստանել էին մարդիկ։ Նահանգապետ Հանզան հայտնել է, որ վիրավորների թիվը 130 է, այդ թվում 23 երեխա։ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նույն սոցցանցում գրել է, որ հարձակումը ցույց է տալիս Մոսկվայի պատերազմի բացարձակ եւ ծայրաստիճան անբարոյականությունը։ Սա միտումնավոր ահաբեկչություն է։ Ռուսաստանը ցանկանում է ապրելու համար ոչ պիտանի դարձնել ուկրաինական քաղաքները, նշել է Կայա Կալասը։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ էլ Կիևն առաջին անգամ հարձակվել է Օզոնի լոգիստիկ կենտրոնին, որից հետո հրդեհ է բռնկվել։ Այն գտնվում է Ռուսաստանի Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում։ Պահեստը դադարեցրել է աշխատանքը, մինչև հարվածը հաջողվել է տարհանել ավելի քան 500 աշխատակցի, սակայն ոչ բոլորին եւ կան մի քանի վիրավորներ։ Նշենք, որ ավելի վաղ Կիևը պարբերաբար հարվածներ էր հասցնում Վայլբերիսի Ռուսաստանի տարբեր հատվածներում գտնվող պահեստներին, զգալի վնասներ պատճառելով առևտրային այս ցանցի հետ գործակցող առևտրականներին։ Ուկրաինայի հաջորդ հարվածները եղել են Սամարայի արդյունաբերական մի ձեռնարկությանը եւ նավթավերամշակման գործանին, որտեղ եւս հրդեհ է բռնկվել։
Ռուսաստանի Եսկ նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով էլ 2 երեխա է զոհվել, հաղորդել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետը, նշելով, որ բեկորներն ընկել են, մասնավոր տան վրա տուժել է ընտանիք։ 2 մեծահասակներին հոսպիտալացրել են։ Ըստ նահանգապետի, անօդաչուների բեկորներ են ընկել նաև նավահանգստում գտնվող ձեռնարկության վրա։ Եսկին հասցված հարվածի մասին ավելի վաղ հաղորդել էր RBK Ուկրաինան։ Ըստ չհաստատված տեղեկատվության, հարձակման է ենթարկվել նավը։ Գիշերը Ռուսաստանի երկնքում խոցվել է 457 անօդաչու թռչող սարք, այդ թվում Վոլգոգրադի եւ Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում եւ Սև ու Ազովի ծովերի վրա։ Ռոստովի մարզում անտառ է հրդեհվել։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Սլովակիայում օգոստոսի 20-ին ուժեղ ամպրոպներն ու քամիները լուրջ վնասներ են պատճառել։ Սլովակիայի արևմտյան շրջաներում որոշ բնակավայրերում գրանցվել են էլեկտրաէներգիայի խափանումներ, ընկած ծառեր եւ վնասված էլեկտրահաղորդման գծեր։ Ավելի քան 8500 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Չինաստանի Նանկին քաղաքի մետրոյի վագոնում ուղևորը պատահաբար շուռ է տվել իր դույլը, որի միջից դուրս են թափվել կենդանի օձաձկներ։ Ուղևորները սկզբում կարծել են, թե օձեր են, սակայն դրանք եղել են բրինձադաշտային օձաձկներ։ Մի քանի ուղևորներ օգնել են բռնել դրանց եւ վերադարձնել տարաները։ Նանկինի մետրոյի կանոններով կենդանի ծովամթերք տեղափոխելն ամբողջությամբ արգելված չէ, եթե այն պատշաճ կերպով փակված տարայում է։ Դեպքից հետո վագոնը մաքրվել է։ Մուլտֆիլմերի դեմ պատերազմ սկսելու որոշումը ցույց է տալիս Կիևի ռեժիմի այլանդակությունը, ասել է Պեսկովը։ Մաշան եւ Արչը նվաճել են ամբողջ աշխարհը, նվաճել են իրենց բարությամբ, մարդկայնությամբ, լավագույն մարդկային որակների քարոզչությամբ, ընդգծել է Պեսկովը։ Զելենսկին պատժամիջոցներ էր սահմանել մուլտֆիլմի հեղինակների նկատմամբ, արգելվել է մուլտֆիլմի ցուցադրությունն Ուկրաինայի տարածքում։ Թուրքիան Ինտերպոլից Բենյամին Նեթանյահուի ձերբակալման համար միջազգային օրդեր է խնդրել։ Սա կապված է միջազգային Սումուտ նավատորմի ակտիվիստների դեմ կատարված հանցագործությունների հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտարադատության նախարար Աքին Գյուրքելը։ Այսքան այժմի համար կհանդիպենք։